Պարոն Բլեյան, ականատես եղանք, որ Ալիևի Միացյալ Նահանգներ այցի ժամանակ նրա թիկնապաները ծեծեցին Ադրբեջանից հեռացած ակտիվիստներին, ընդդիմադիր գործիչներին եւ հատկանշական է, որ այդ ծեծը եղավ ոչ թե ինչ-որ բռնապետական պետությունում, այլ աշխարհում որպես ժողովրդավարության պետության օրինակով հանդես եկող Միացյալ Նահանգներում, սա ինչպես կմեկնաբանեք, սա ինչ է նշանակում։ Դե առաջին անգամը դա չի, մենք հիշում ենք, երբ Էրդողանի թիկնապահների հետ մի նման միջադեպ եղավ, կարծեմ դա նույնպես Դոնալդ Թրամփի հենց նախագահության օրոք էր, դա եւս մեկ անգամ մեզ հիշեցնում է, որ մենք գործ ունենք ավտորիտար երկրի ղեկավարի հետ եւ որքան կարեւոր է, որ այդ ավտորիտար երկրի ղեկավարի հետ մենք ունենանք հնարավորինս կառավարելի հարաբերություններ եւ որքան կարեւոր է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը գա իր տրամաբանական ավարտին, այն ստորագրվի եւ մենք կարողանանք այնպիսի երկկողմ եւ բազմակողմ ձևաչափով տնտեսական պրոյեկտների մեջ ներգրաված լինենք, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական, այնպիսին օրինակ ինչպիսին է նույն նախագահ Թրամփի, Board of Peace-ը խաղաղության այդ հարթակը, որպեսզի մենք կարողանանք նորմալ զարգանանք, որովհետեւ Հայաստանի Հանրապետությանը պետք է խաղաղություն, Հայաստանի Հանրապետությանը պետք է տնտեսական համագործակցություններ տարբեր ձևաչափերով, դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Ալիևը խայտարակ չեղավ։ Նահանգներով Դե գիտեք ինչ, ես կարծում եմ նա դա չի դիտարկում որպես խայտարակ լինել, այլ հակառակը նա միշտ սիրում է ցուցադրել ուժ եւ նա նաեւ ցուցադրում է այն կարողությունը, որ նա կարողանում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում այդպիսի գործողություններ իրականացնել եւ մնալ անպատիժ եւ դա անել արդեն երկրորդ անգամ, եթե մենք համարենք, որ առաջին անգամ արվել էր Թուրքիայի նախագահի կողմից, դա մենք պետք է ուղղակի տեսնենք, որ այո, աշխարհն այդպիսին է։ Հիմա երբ որ Վաշինգտոնում օրը ցերեկով բոլորի աչքի առաջ Ալիևի ախրանիկներն այդպես են վարվում ընդդիմախոսների հետ, հիմա մենք ինչ հետևություններ անենք, ինչպես են վարվում իրենց երկրի ներսում գտնվող հայ պատանդների հետ։ Դա է պատճառը ոչ միայն հայ պատանդների, այլ նաև հենց նույն խաղաղության համար բանտարկված ադրբեջանցիների, որովհետև գիտեք, ադրբեջանական բանտերում կան ահագին ձերբակալվածներ, դատապարտված ադրբեջանցիներ, որոնք ժամանակին հանդգնել են խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունից։ Ես հույս ունեմ, որ ի վերջո կգա ինչ-որ մի պահ, որ Ադրբեջանում կհայտարարվի ամնիստիա, հենց այն մարդկանց գծով, այն դատապարտվածների մասով, ովքեր խոսել են խաղաղությունից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ովքեր նաև իհարկե դա պետք է նաև թեկուզ առաջին հերթին նաև վերաբերվի հենց մեր գերավարվածներին, պատանդավորվածներին կամ իրենց ձևակերպման ձերբակալվածներին եւ դատապարտվածներին, որովհետեւ ի վերջո խաղաղություն նշանակում է, որ խաղաղության համար դատապարտվածները չպետք է դատապարտված մնան, կամ այն մարդիկ, ովքեր ձերբակալվել են մինչև խաղաղությունը հայկական կողմից, իրենք պետք է ազատության մեջ լինեն, որովհետեւ այլևս խաղաղություն է։ Եվ ես հույս ունեմ, որ կամ խաղաղության համաձայնագրի բում ստորագրումից հետո կամ նույնիսկ մինչ այդ արդեն մենք կկարողանանք մաս առ մաս հետ բերել մեր հայրենակիցներին եւ նաեւ այն ադրբեջանցիները ի վերջո ազատություն կստանան եւ արդեն խաղաղություն կստանան։ Ալիևի վերջին հայտարարությունը գերիների հետ կապված արդյոք չի նշանակում, որ նա այնքան էլ հակված չէ խաղաղության, որովհետև նա նույնիսկ զուգահեռներ է տանում Նյուրնբերգյան դատավարության հետ։ Շատ խնդրահարույց է իհարկե այդ հայտարարությունը Ֆրանս 24-ին տված հարցազրույցում, բայց այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ նա դրանով փակեց դուռը, ես կարծում եմ պարզապես նա գինն է բարձրացնում, մենք պետք է շատ ուղիղ խոսենք, մենք հասկանում ենք, որ մեր հայրենակիցները դարձել են գործիք Իլհամ Ալիևի ձեռքում, որպեսզի նա հնարավորինս թանկ վաճառի եւ ամեն անգամ փորձի կորզել եւ այս դեպքում մենք հասկանում ենք, որ հիմնական վճարողը լինելու է կամ Հայաստանը կամ արևմտյան գործընկերները, նույնիսկ Միացյալ Նահանգները, օրինակ J.D. Vance-ը գնաց, փաստորեն նա ստացավ ոչ, բայց ես կարծում եմ, որ եթե կարողանար J.D. Vance-ը կամ եթե ցանկություն ունենար շատ ավելի լուրջ քայլերի գնալ, որի դիմաց նա ինչ-որ մի բան կխոստանար Իլհամ Ալիևին, ապա Իլհամ Ալիևը կարող էր 1-2 հոգի ազատ թողնել։ Ես կարծում եմ դա տեղի ունենալու, ես գրեթե վստահ եմ, որ
եթե կան ինչ-ինչ կասկածներ, թե երբ օրինակ դուրս կգան կազատագրվեն Արցախի վերնախավը, հա, ռազմաքաղաքական վերնախավը, բայց գոնե քաղաքացիական անձինք եւ զինվորները, սովորական մարդիկ, իրենք պետք է մեկ օր շուտ դուրս կգան եւ ես գրեթե վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում իրենք բոլորը դուրս կգան։ Պարզապես նա իրենց օգտագործում է որպես վճարամիջոց։ Ինչ պետք է JD Vance-ը Բաքվում ջանքեր գործադրեր հայ գերիների ազատ արձակման համար, երբ որ Հայաստանի իշխանությունները տեսանելի ոչինչ չեն անում։ Իրենց ուղերձներում, հանրային խոսքում, միջազգային հարթակներում այդ հարցերը չեն բարձրաձայնում։ Հիմա ինչու մենք մենք պետք է ապրեինք այն ժամանակաշրջանում, հասկացա ձեր հարցը, որ երբ օրինակ միջազգային ինստիտուտները, միջազգային իրավունքը շատ ուժ դերակատարում ունեն, հա, մենք կհասկանանք, որ դա միգուցե աշխատեր, բայց մենք հիշում ենք, որ Արցախի շրջափակման ժամանակ մենք ունեինք որոշում եւ այն չէր գործում։ Նա ի կատար չածվեց եւ շրջափակումը մնաց հենց այդպես։ Այսինքն մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը կներեք թքած ունի ընդհանրապես միջազգային իրավունքի վրա, միջազգային նորմերի վրա, միջազգային ինստիտուտների վրա եւ գործում է այնքանով, որքանով դա իրեն է ձեռնտու կամ ինչպես նա կարող է ինչ դիվիդենտներ նա կարող է ստանալ։ Հետևաբար մենք կարող ենք գոռալ, գոչալ, բացականչել, բայց ես կարծում եմ դրանով միայն կհարվածենք այդ գործընթացին, որովհետև նաև գործ ունենք կովկասցի վերջո գործընկերոջ հետ, այսպես ասած, ում համար շատ կարևոր է թե ում խոսքն է առաջինը, ում խոսքն է երկրորդը, եւ դրանով իհարկե մենք կվատթարացնենք այդ հարաբերությունները եւ հնարավոր դուրս գալը, որովհետև նա կարող է ասել, «Էս մի րոպե, էս ում վրա եք մարդ բերում», հա, կոպիտ ասած։ Դրա համար ես կարծում եմ մենք պետք է շատ թաքուն, բայց օր ու գիշեր աշխատենք այդ ուղղությամբ, ընդ որում դա միայն իշխանության անելիքը չպետք է լինի, այստեղ ես ի վերջո ուզում եմ տեսնել հայ առաքելական եկեղեցին ի վերջո կկարողանա Գարեգին երկրորդ կաթողիկոսը գոնե մեկ հոգու իր դրած ջանքերի շնորհիվ ազատագրել Բաքվի բանտից, ի վերջո մենք արդյոք կտեսնենք, որ օրինակ Գարեգին երկրորդ կաթողիկոսը կփորձի օրինակ իր ռուս գործընկերոջը Կիրիլին դիմել, ով նա կարող է իր հերթին, հա, փորձել ինչ-ինչ բարեխոսություններ անել Թուրքիայի կամ Ադրբեջանի համապատասխան գործընկերներին, բայց մենք առ այսօր դեռ չենք տեսել կոնկրետ արդյունք, տեսել ենք փորձ Շվեյցարիայում, բայց կոնկրետ արդյունք դեռ չենք տեսել։ Բայց ես կարծում եմ, որ դա շարունակական բնույթ պետք է կրի, մինչև վերջին հայը վերադառնա, անկախ նրանից, թե զինվոր է, թե Արցախյան վերնախավի ներկայացուցիչ։ Ակնկալում եք, որ կաթողիկոսը պետք է ինչ-որ բան անի այսօրյան, բայց կաթողիկոսը երբ խոսում է, ասում են խոսեց, խառնվեց, խաղաղությանը վնասում է, հիմա խոսում է քննադատում են, չի խոսում քննադատում են։ Հակառակը նա ընդհանրապես խաղաղությունից չի խոսել։ Օգոստոսի 8-ից քանի ամիս է անցել, կես տարուց ավել է անցել։ Նա դեռ չի օրհնել խաղաղության համաձայնագիրը։ Չի ստորագրվել, ինչ է օրհնի։ Նախաստորագրվել է, կա խաղաղություն, կրակոցներ չկան եւ նա պետք է օրհնի, որպեսզի այն ստորագրվի։ Ի վերջո մենք տեսել ենք հակառակը, երբ Բալթիկ թեմի Գարեգին երկրորդը ոչ չորնեց, չի ստորագրվի։ Մենք տեսել ենք հակառակը, երբ օրինակ Բալթիկ թեմի առաջնորդը խոսում էր խաղաղությունից, խոսում էր եվրոպական ինտեգրումից, բայց կաթողիկոսը սաստում էր եւ ասում էր, որ այդ մարդը թեմի առաջնորդը չի արտահայտում հայ պաշտոնական կարծիքը, այլ առանձնական կարծիքն է։ Այս է խնդրառույց, որ կաթողիկոսը կարող է օգտագործել իր դիրքը, որպեսզի աջակցի։ Ի վերջո կան հայորդիներ, ովքեր սպասում են, թե ինչ կասի կաթողիկոսը, եւ կաթողիկոսի շուրթերից պետք է հենց խաղաղություն հնչի, ոչ թե պարակտող արտահայտություններ լինեն, այլ խաղաղությանը միտված եւ համախմբող արտահայտություններ լինեն։ Սա ընդհանրապես եկեղեցու նպատակը։ Սկզբում այսինքն կաթողիկոսին վարկաբեկում են, հետո ասում են, բան ասա, հա, համազգային խոսք ասա, սկզբում ասում են եկեղեցին չուլանացրել ես, կուսակրոնության ուխտը խախտե երեխա ես ունեցել, KGB-ի գործակալ ես, բիզնեսմեն ես, կոռուպցիոներ ես, թալանչ ես, հետո ասում են, դե որպես հայոց հայրապետ սպասում ենք քո խոսքին։ Տեսեք, սա ոչ թե ասում են, որ նա պետք է ասի, դա է իր գործառույթը։ Կաթողիկոսը պետք է խաղաղացնի ժողովրդին։ Կաթողիկոսը պետք է համախմբի, իրեն կարող է
քննադատեն, իրեն կարող է հալածեն, բայց դրանից նա չպետք է դադարի լինել կաթողիկոս եւ իր ֆունկցիաները դադարի գործել։ Բայց հենց սա է խնդիրը, որ մենք չենք տեսնում դա։ Ես ուզում եմ, որպեսզի կաթողիկոսը իր մեջ ուժ գտնի եւ կարողանա համախմբել։ Եվ անկախ նրանից թե ով է իշխանության, նա պետք է ձգտի խաղաղությանը, նա պետք է ամենայն հայոց կաթողիկոսը լինի։ Նա չպետք է լինի Ռոբերտ Քոչարյանի կամ Սեմվալ Կարպետյանի եւ իր աջակիցների կաթողիկոսը։ Նա պետք է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, Փաշինյանի, Խաչատուրյանի բոլորի կաթողիկոսը պետք է լինի, անկախ դրանից, որովհետև բոլորն իր զավակներն են, բոլորն եղբայրներն են եւ կրտսեր եղբայրները։ Սա պետք է լինի կաթողիկոսի շուրթերից հնչող հայտարարությունները, որ օրինակ մենք չտեսանք, երբ վերջերս եղավ շատ մեծ հավաք, Էջմիածնում ես սպասում եմ, որ կաթողիկոսը մի նմանատիպ հայտարարությամբ հանդես կգար։ Ցավոք դա տեղի չունեցավ, բայց դա չի նշանակում, որ դա կարող է տեղի չունենալ։ Ի վերջո նա կարող է պետք է գնա քայլերի, որոնք նաև կմեղմացնեն այդ լարվածությունը։ Իհարկե, լավագույն խնդիրը կլինի ընդհանրապես հրաժարվել այդ ամենից եւ ասել վերջ, ես հեռանում եմ։ Քանի որ եկան կաթողիկոսի թեմային, տեսեք, կաթողիկոսի շուրջ համախմբում կա եւ Նիկոլ Փաշինյանին միացած արքեպիսկոպոսներից մեկը եպիսկոպոսած այդ հավաքից հետո իշխանություններին ուղված կոշտ հայտարարությանը միացավ, սա նշանակում է, որ այս Նիկոլ Փաշինյանը ձախողեց իր այս բարենորոգումը։ Տեսեք, ես ոչ թե դիտարկում եմ թե արդյոք Նիկոլ Փաշինյանը հաջողում է կամ ձախողում է, ինձ համար կարևորը որպեսզի եկեղեցին մաքրվի, որպեսզի եկեղեցին իր իսկապես բարեկարգվի։ Ասում թողեք մենք կմաքրվենք մեզ։ Եվ այդ մաքրությունը եւ բարեկարգումը պետք է հենց եկեղեցու ներսից գա։ Ես կարծում եմ, որ թարապես քաղաքական գործիչները հիմա պետք է հետ քայլեն եւ այդ 10 կամ 9 եպիսկոպոսները միավորելով իրենց ջանքերը, իրենք պետք է, որտեղ իրենք ամենալավն են տիրապետում։ Իհարկե կան այնտեղ օդիոզ դեմքեր։ Եվ կարծում եմ, որ բարեփոխման արդյունքում իրենք էլ պետք է հեռանան։ Հիմա այս Տեր Հովնանի այս քայլը ինչ էր նշանակում։ Գիտեք, ես չեմ կարող ասել, որովհետեւ այն հանգամանքը օրինակ, որ կաթողիկոսը որոշել էր այդ ժողով անցկացնել Ավստրիայում, դա պատահական չէ, որովհետեւ Ավստրիան այն եզակի երկիրն է եվրոպական, որտեղ օրինակ գործակալները հանդիպում են եւ շատ ազատ կարողանում են քննարկումներ անել։ Խնդրում եմ ուսումնասիրեք եւ կտեսնեք։ Այնտեղ նաեւ քրեական տարատեսակ օլիգարխներ են կարողանում հանդիպել, օրենքով գողեր են հավաքվում, դա փաստ է եւ կա տեղեկություն, որ եթե թույլատրվեր Գարեգին կաթողիկոսի ներկայությունը ավելի շուտ Հայաստանից դուրս գնալը Ավստրիա, հա, այնտեղ նաև օրենքով գողերը պետք է օգտագործելով իրենց այդ դիրքը, իրենց ճնշումը պարտադրեին մնացածներին, որպեսզի համանման հայտարարությամբ հանդես գային։ Ի վերջո, եթե ուսումնասիրենք Ավստրիան, մենք այնտեղ ունենք շատ համեստ առաքելական ներկայություն։ Օրենքով գողերում պետք է ճնշեին։ Ունենք կաթոլիկ, հա, այդ մխիթարյան միաբանություն, այսինքն թեմ չունենք Ավստրիայում։ Եվ պատահական չէ հենց Ավստրիան են։ Օրենքով գողերում պետք է ճնշեին։ Մնացած այդ բոլորին թե տեսակապով, թե մնացած բաներով կամ մնացած օրենքով գողերը պետք է եպիսկոպոսած ժողովին ներկա լինեին։ Կներեք, դուք գիտեք ինչով է զբաղված կաթողիկոսի եղբայր Եզրասը Ռուսաստանում, Մոսկվայում, թե ինչ սերտ կապերի մեջ է նա այնտեղի քրեա օլիգարխիկ տարրերի հետ։ Ես անուններին չեմ տիրապետում, որովհետև այնպես չէ, որ ես։ Բայց ինչ գիտեք, որ օրենքով գողերի հետ է կապնված։ Որովհետև դա փաստացի տեղեկություն է, որովհետև եթե դուք շփվեք այնտեղի մարդկանց հետ, ես եթե պետք է կարող եմ այդ անունները ճարել եւ հետո մեկնաբանության մեջ այս տեսանյութում կտեղադրենք, բայց դա փաստ է, որ նա շատ մեծ կապեր ունի եւ իր հովանու ներքո այնտեղ ռազմորկաներ են լուծվում։ Եվ դրա մասին կան բազում տեսանյութեր եւ հրապարակումներ։ Եպիսկոպոսած ժողովին, եթե կաթողիկոսը գնար, պետք է նաև օրենքով գողեր ներկա լինեին։ Գիտեք, կա տեղեկություն, ոչ հաստատված, որ այնտեղ նաև պետք է իրեն գնային։ Եվ նպատակը Ավստրիա ընտրելու հենց դա է։ Ի վերջո իրենք կարող են ասեին, կամ օրինակ ինչ էին ասում, կամ Մոսկվայում, կամ Ավստրիայում։ Իրենք կարող են ասել որևէ այլ վայրում Էջմիածնից դուրս։ Բայց իրենք կոնկրետ նշել են այդ երկու երկրները, այդ երկու քաղաքը։ Ինչով է կարևոր Մոսկվան։ Բնականաբար Մոսկվայում են հանդիպում եւ թարապես այդ գողականը հիմնականում հենց դուրս է գալիս եւ սերում է Ռուսաստանից եւ բնականաբար նա ավելի հանգիստ կզգար այնտեղ, բայց քանի որ կա արդեն այդ
մեղադրանքը ռուսական հատուկ ծառայությունների հետ շփում առնչություններով դրա համար նա փորձում էր արդեն Ավստրիայում անել եւ որպեսզի այնտեղ կարողանան այդ քրեա օլիգարխիկ տարրերը շատ ավելի հանգիստ մասնակցեն հայ օրենքով գողեր պետք է լինեին թե Ռուսաստանի գիտեք չգիտեմ կարող են հայեր լինեին կարող են ռուսներ լինեին կարող են այլ ազգի լինեին գիտեք որ գողական աշխարհում ազգությունն այդքան կարևոր չէ որովհետեւ այնտեղ կարևոր են լրիվ այլ օրենքներ քան ազգությունը, բայց բնականաբար, քանի որ հարցը վերաբերվում է հայ առաքելական եկեղեցուն, ենթադրում եմ, որ շատերը լինելու են հենց Հայաստանից կամ ավելի շուտ հայ են լինելու։ Բայց ես չեմ ուզում կենտրոնանալ դրա վրա։ Չէ, բայց դուք շատ ուշագրավ բան եք ասում, որ օրենքով գողերը պետքա միջամտություն ունենային եպիսկոպոսալ կա տեղեկություն, որպեսզի իրեն գնային այնտեղ, եւ այն հանգամանքը, որ իրենք ընտրում են այն երկիրը, որտեղ ազատորեն չի եղել, ասեմ առիթա գնամ այդ քաղաքն է տենամ, գուցե դա էր պատճառը։ Չէ, այդ չէր պատճառը։ Նույն կերպ իրենք փորձում են բացատրել, թե ինչու են գնացել Մինսկ եկեղեցու բացմանը։ Պետք չի բարձունակ այդպես մոտենալ այդ ամենին, որովհետև այն հանգամանքը, թե ինչով է զբաղված Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը Մոսկվայում եւ այն հանգամանքը, որ Գարեգին Բ կաթողիկոսը առ այսօր չի խոսել խաղաղությունից, իսկ խաղաղություն ընդհանրապես խաղաղությունից դժգոհում են հիմնականում երկրորդ եւ երրորդ նախագահները, առաջին հերթին երկրորդ նախագահը, որովհետեւ իր ընդհանրապես քաղաքական գոյությունը պայմանավորված է նրանով, թե կլինի խաղաղություն, թե չի լինի խաղաղություն, որովհետեւ եթե կա խաղաղություն, իրենք չկան, իսկ եթե չկան իրենք, չկա ռուսական ներկայություն։ Իսկ եթե չկա ռուսական ներկայություն, ապա կա խաղաղություն։ Իսկ եթե օրինակ չլիներ երկրորդ եւ երրորդ նախագահի ընդհանրապես արկայությունը, ես կարծում եմ Գարեգին Բ կաթողիկոսը շուտվայից արդեն հրաժարական էր տվել եւ գնացել էր։ Եվ այստեղ է որ մեր քննադատությունը գալիս է իշխանությանը, որ 2018 թվականից ի վեր խոսելով այն փաստի մասին, որ իշխանությունը եղել է բռնի կերպով զավթված, առ այսօր թույլատրում են, որ այդ բռնի կերպով զավթված իշխանությունը բռնի կերպով զավթված գործիչներին թույլատրվում է մասնակցել քաղաքական process-ների եւ նորից փորձել գալ եւ բռնի կերպով հիմա էլ զավթել արդեն ընդդիմադիր հատվածը իշխանության։ Այստեղ է անտրամաբանությունը։ Դուք ինչպես եք օրինակ պայքարելու այս դաշտում, երբ որ տարբեր արդեն ուժեր հայտարարել են մասնակցության մասին, Սամվել Կարապետյանը, Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն է մանր մունր կուսակցություններին կլանում իր նոյան տապանի մեջ դուք ինչպես եք կարողանալու, հա, ինչ ռեսուրսներ ունեք իրենց հաղթելու։ 2021 թվականի արտախորհրդանական ընտրություններին մենք հայտարարեցինք, որ բաց ենք համագործակցելու եւ մենք կարողացանք համագործակցել ԿԺԿ կուսակցության հետ։ Այժմ մենք նույնպես հայտարարում ենք, որ մենք բաց ենք։ Եվ մենք, այո, մասնակցել ենք արդեն մեր կուսակցության անվան տակ, բայց ավելի ընդլայնված կազմով եւ գնում ենք քննարկումներ թե առանձին քաղաքական գործիչների, թե քաղաքացիական ներկայացուցիչների, թե այլ մասնագետների եւ պրոֆեսիոնալների իրենց ոլորտներում։ Ձեր վարչապետի տեխնացուն։ Մենք դրա մասին խոսելու ենք, բայց այստեղ կարևորը ոչ թե ով է լինելու վարչապետի տեխնացուն, մենք հասկանում ենք, որ այսօր հնարավոր չէ իշխանափոխության հասնել, դա օբյեկտիվ իրականություն է, մեր նպատակն է ընդդիմափոխությունը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը օդուջիրի պես պետք է ընդդիմափոխություն, նոր ընդդիմություն, որովհետև այսպիսի ընդդիմության հետ մենք ունենանք այսպիսի իշխանություն։ Մեզ պետք է ընդդիմություն, որը ոչ թե կլինի բոբո բնակչության աչքերում, այլ կլինի այլընտրանքային իշխանություն, որը իշխանությանը կքննադատի ոչ թե լավ գործերը շատ լավ անելու համար, այլ կքննադատի իշխանությանը, որ դու ինչու չեք անում այս լավ գործը ավելի լավ։ Հիմա դուք ոնց եք պատկերացնում, որ ընդդիմությունը դուք եք լինելու, երբ որ մի կողմ Սամվել Կարապետյանն է իր միլիարդավոր դոլարներով, մյուս կողմ Քոչարյանը էլի ոչ պակաս միլիարդներով, Ծառուկյանը, որ Հայաստանի հարուստ մարդկանցից մեկն է, ինչպես է կարողանալու ժողովրդին համոզել եւ քվեները, որ նրանց փոխարեն տան ձեզ։ Մեր ընտրողը դա Սամվել Կարապետյանն եւ Ռոբերտ Քոչարյանի ընտրողը չի։ Իսկ մենք նպատակ չունենք Սամվել Կարապետյանից եւ Ռոբերտ Քոչարյանից քվե վերցնել, դա անտրամաբանական է։ Քոչարյանը ընտրողը Քոչարյանն է ընտրելու կամ Կարապետյանն է ընտրելու։ Չէ, բայց ինչու դուք կարծում եք կարողանալու մարդկանց մոտ կարծիք փոխել։ Իրենք բոլորը նույն ընտրողների խավն ունեն։
Մեր ընտրողները ուրիշ տեղ են։ Մեր ընտրողները նրանք են, ովքեր հասկանում են, որ հեղափոխությունը կարևոր է, ովքեր հասկանում են, որ խաղաղությունը կարևոր է, ովքեր հասկանում են, որ ժողովրդավարությունը կարևոր է, եւ ովքեր հասկանում են, որ եվրոպական ինտեգրումը դա միանշանակ կարևոր է։ Եվ ովքեր հասկանում են, որ այս իշխանությունը, այո, ձգտում է այդ բոլոր ասպեկտերով գնալ առաջ, բայց իրենք թերանում են, որտեղ ունեն այսպիսի ընդդիմություն։ Եվ այսպիսի ընդդիմության պարագայում հնարավոր չէ լինել լավ իշխանություն։ Դա անտրամաբանական է։ Բայց եթե մենք ուզում ենք, որ ի վերջո Հայաստանում լինի մի օր իշխանապողություն, պետք է առաջին քայլ արվի, եւ այդ առաջի քայլը պետք է լինի ընդդիմափոխությամբ, որտեղ այդ այլընտրանքային իշխանությունը, նույն ինքը ընդդիմությունը կարող է լինել արդեն հաջորդ իշխանությունը, ինչպես մենք տեսնում ենք Միացյալ Թագավորությունում, Միացյալ Նահանգներում, այլ երկրներում, որովհետև այնտեղ ընդդիմություն չի նշանակում, որ ընդդիմություն պետականությանը։ Այսօրվա ընդդիմությունը խոսում է Ռուսաստանի եւ Բելարուսի միութենական պետություն կազմելու մասին։ Ես կարծում եմ, որ դա մերժելի է նույնքան, որքան եթե այսօր լինեն կուսակցություններ, որոնք հայտարարեն, որ Հայաստանը պետք է միանա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ինչ-որ միութենական պետությանը։ Պրոռուսական կուսակցությունը նույնքան անտրամաբանական է եւ հակահայկական, որքան պրոադրբեջանական կամ պրոթուրքական կուսակցությունը։ Չի կարող լինել այդպիսի բան Հայաստանում եւ իրենք իրավունք ստանան մասնակցել ժողովրդավարական process-ների, լինելով հակաժողովրդավարական, թույլատրվեն մասնակցել ժողովրդավարական process-ների, որպեսզի կան եւ տապալեն ժողովրդավարությունը։ Ինչով է հակաժողովրդավարական, երբ որ նա երբևէ քաղաքական դաշտում չի եղել եւ չենք տեսել նրա գործունեությունը, ինչու է Իրանես գլխից համարում հակաժողովրդավարական։ Իսկ եկեք ուրեմն այն մյուս կողմից գալ, որտեղ ենք մենք տեսել իր ժողովրդավարությունը։ Դե ոչ նա ենք տեսել, ոչ նա, պետք է հիմա այս փուլում դրսևորվի, որ հասկանան։ Իշխանության չեկած, իրենք արդեն իսկ փորձում են համանդրական հոդված փոխել։ Այսինքն իրենք այսօրվանից անում են Նիկոլ Փաշինյանին կարելի է սահմանադրություն փոխել Հրայր Թովմասյանին դուրս թողնել, կրճատել ՍԴ-ին պաշտոնավարման ժամկետը։ Դա նույն բանը չի, ես չեմ ուզում ես պաշտպանեմ, բայց նույն բանը չի, որտեղ իրենք եկել են իշխանության, իրենք հայտարարել են, որ դա եղել է հեղափոխություն։ Ես համաձայն եմ, որ եղել է հեղափոխություն, ես կարծում եմ հեղափոխությունը չի ավարտվել, դեռ շարունակվում է։ Եվ դրանից հետո իրենք փորձել են գնալ համանդրական փոփոխությունների, բայց այս մարդիկ արդեն անում են այն, ինչ ժամանակին արել է Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանի նախագահը, այսինքն իրենց հակով իշխանությունը, համանդրություն փոխել։ Ինչ Սերժ Սարգսյանն արեց, որպեսզի նախագահից հետո դառնա վարչապետ։ Այս մարդիկ դեռ իշխանության չեկած, իրենք արդեն մտածում են ինչպես անեն, որպեսզի վարչապետ լինել։ Այսինքն այն ինչ փորձեց անել Բագրատ Սրբազանը, ասում է, գիտեք ինչ, ես ֆիկտիվ վարչապետի տեխնացու եմ դնում Նարեկ Կարապետյանին, այ որ մենք սահմանադրական մեծամասնություն ունենանք խորհրդարանում, սահմանադրությունը կհարմարացնենք Ռուսաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի քաղաքացիություն ունեցող Սամվել Կարապետյանին եւ նրան կընտրենք վարչապետ, այսինքն նա այս գլխից ասում է ինչ անելու, ընտրողը կորոշի, ընտրում է թե չէ, այսինքն այստեղ ո՞րն է հակաժողովրդավարական։ Հակաժողովրդավարական այն է, որ նա սերում է մի երկրում, որը ի բնե հակաժողովրդավարական է, որ ընդհանրապես երբևէ չի եղել ժողովրդավարական։ Եվ որպեսզի հավատալ, որ որևէ գործիչ ունենալ շարունակելով ունենալ միլիարդներ այդ երկրում կոնկրետ Ռուսաստանում կարող է գնալ մեկ այլ երկիր եւ այդ երկրին օկտին որևէ որոշում կայացնել, եթե այդ որոշումը կհակասի Ռուսաստանի Դաշնության շահերին, դա անտրամաբանական է, դա չի կարող այդպիսի լինել։ Չի կարող այդպիսի լինել, Վրաստանը մեզ օրինակ։ Դուք հիմա կասկածի տակ եք դնում Սամվել Կարապետյանի հայրենասիրությունը։ Ես կասկածի տակ եմ դնում իր սուվերեն որոշում կայացնելու հնարավորությունը, որովհետև մի քանի տարի առաջ, կարծեմ դեռ 24 թվականին, նա ասում էր, որ ամեն ինչ նորմալ է, շատ լավ է, գոհ է, թե տնտեսությունից, թե ընդհանրապես ասում էր, որ չեմ ուզում մասնակցել քաղաքական process-ների։ Այդ ինչպես պատահեց, որ նա հոպ որոշեց մասնակցել, որովհետև հրաման ստացավ։ Ինչպես ստացավ, որ ինչպես պատահեց, որ Ռուբեն Վարդանյանը որոշեց։ Դե բնականաբար ոչ թե Էրդողանից, ոչ էլ Իլհամ Ալիևից, ոչ էլ Ջեյ Դի Վենսից կամ Թրամփից, ոչ էլ չգիտեմ Մակրոնից։ Բնականաբար Վլադիմիր Պուտինից ելումից։ Այսինքն կարծում եք պատերազմող Ռուսաստանի նախագահի այդ խնդիրների մեջ թաղված Հայաստանը այդքան անկարևոր երկիր է։ Կարևոր է։ Իհարկե կարևոր է, բայց մենք մոռացանք մի քանի օր առաջ, մի քանի շաբաթ առաջ Սոլովյովն ինչ էր ասում, թե որքան կարևոր է Հայաստանը, որ Հայաստանն իրենց համար ավելի կարևոր է, քան Վենեսուելան, որովհետև Վենեսուելան շատ ավելի հեռու է։ Այո, կարևոր է իրենց համար։ Իհարկե կարևոր է։ Տեսեք իրենց հեռուտարաբանությունը ոնց է փոխվում, տեսեք թե իրենք ինչ առաջարկներով են գալիս, թե նոր ատոմական կառուցելու, թե երկաթգծերի պահով, իհարկե իրենց համար կարևոր է։
որովհետև Ադրբեջանի հետ կապված իրենք արդեն կարծես թե անհույս են, որովհետև Ադրբեջանը, այո, նա ավելի ինքնիշխան է այդ առումով, քան Հայաստանը, բայց մեզ ժամանակ է պետք, որ մենք կարողանանք նաև այդ ուղղությամբ աշխատել։ Անվտանգային առումով մենք էլ չունենք որևէ կախվածություն Ռուսաստանից։ Նա չի ապահովում մեր անվտանգությունը այլևս, փառք Աստծո։ Բայց Վլադիմիր Պուտինը ընկեր ուներ այստեղ Ռոբերտ Քոչարյանին, ինչի իր ընկերոջ վրա ստավկա չի դնում, որ Սամվել Կարապետյանին ըստ ձեր ասացի հրահանգել կամ հրաման տվել։ Բոլոր խաղաքարտերը պետք է օգտագործվեն մոլդովական սցենարի ձախողումից հետո, իրենց լեզվով ասած պրավալից հետո, Կիրենկոյի վրա դրված է, Կիրենկոն, Սերգեյ Կիրենկոն, գիտեք, նախկին վարչապետ էր Ելցինի ժամանակաշրջանի ժամանակ, հիմա կուրատորն է Հայաստանի ուղղությամբ նշանակված եւ իր վրա պատասխանատվություն է դրված, որպեսզի այստեղ կամ լինի իշխանափոխություն, կամ հնարավորինս նոր ընդդիմություն լինի։ Եվ իրենք հասկանում են, օրինակ Ռոբերտ Քոչարյանի պարագայում մեծ շանսեր չկան։ Այդ է միգուցե նաեւ պատճառը, որ պրո-քոչարյանական վերջերս մի քաղաքական գործիչ որոշեց միանալ Գագիկ Ծառուկյանի շարժմանը, որովհետև ըստ երևույթի Գագիկ Ծառուկյանի ռեյտինգը շատ ավելի բարձր այս պահին, քան Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգը։ Եվ ես դա չեմ բացառում, եւ ես կարծում եմ, որ դա այդպես է։ Եվ հնարավոր է, որ իրենց ստավկան արվում է հիմա Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի վրա։ Սամվել Կարապետյանին փորձում են ներկայացնել ապա քոչարանական, ապա դաշնակցական, բայց որքան էլ նա փորձի ամեն օր լոգանք ընդունել, նա չի կարող ձերբազատվել այդ կապից, որովհետև Սամվել Կարապետյանը ամեն անգամ իր լռությամբ, իր ֆինանսական աջակցությամբ աջակցել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր անօրինական գործին, նույն կերպ ինչպես օրինակ Գարեգին Բ. կաթողիկոսը օրհնել է Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր հանցագործություն, երբ տասնյակ տարիներ 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո լռել է, երբ Հայաստանում կեղծիքներ էին տեղի ունենում, ընտրություններ էին կեղծվում, քաղաքական հալածալներ ունեին, քաղաքական բանտարկյալներ ունեինք, երբ մարտի 1 էր տեղի ունենում, իրենք միշտ լռել են։ Իրենք լռել էին, օրինակ, մեր հայրենակիցը Ռուսաստանյան բանտում սպանվում էր Լևոն Հարապետյանը, Գարեգին Բ. կաթողիկոսը լռում էր, Սամվել Կարապետյանը լռում էր, Ռոբերտ Քոչարյանը լռում էր, իրենք բոլորը լռում էին, բայց այսօր չգիտես ինչու բոլորը դարձան հայրենասեր։ Սամվել մի րոպե Լևոն Հարապետյանը բարերար չէր, մեծենա չէր։ Ուր էին այդ բոլորը, հիմա որ երբ Կարապետյանը նստած էր, այդ բոլորը դարձան տենց բարերար պաշտպանող։ Ուր էին այդ բոլոր մարդիկ, երբ Լևոն Հարապետյանը Ռուսաստանյան բանտում էր։ Թե մոռացել էին ինչեր էր արել Հարապետյանը Հայաստանի եւ Արցախի համար։ Մենք պետք է այդ ամենը խոսենք, բարձրաձայնենք, որպեսզի մեզ դիտողներն էլ հասկանան ով է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիշողությունը այնքան կարճ չէ, որ մի քանի տարվա իրողությունները մոռանան։ Հիմա ինչ չի անում Նիկոլ Փաշինյանն այնպես Ռուսաստանի սրտով, որ Ռուսաստանը ըստ ձեզ մարդկանց այստեղ ուզում է իշխանության բերել Կարապետյան, Ծառուկյան, Քոչարյան, որտեղ Նիկոլ Փաշինյանը ամենից շատն է այդ թվարկած մարկանցից հայտարարում, որ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է եւ իրենց հարաբերությունները ջերմ գործընկերային են, նույնիսկ նրանք հաց են կիսում իրար հետ հիմա։ Ինչի պետք է ուզեն նման մեկից։ Մենք ակնկալում ենք, որ նա պետք է հայտարարեր, որ Վլադիմիր Պուտինն իմ թշնամին է։ Երբ Վլադիմիր Զելենսկին ընտրվում էր նախագահ, իր նախընտրական կոչ է եղել այն, որ նա գալու է եւ համագործակցի Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի այդ հիբրիդային պատերազմը, որ տարիների վեր սկսվել էր Ուկրաինայի արևելքում, կանգ առնի։ Երբ Միխայիլ Սաակաշվիլին հեղափոխություն կատարեց Վրաստանում, իր առաջի պետական այցը եղել է Ռուսաստան, եւ դա նորմալ է, որ դու փորձում ես գնալ մեծ արջի մոտ, որպեսզի հնարավորինս նվազեցնես իրենցից եկող վտանգը։ Բայց թե Սաակաշվիլին, թե Զելենսկին հասկացել են։ Բայց լավ, գործնականում Նիկոլ Փաշինյանն ինչ է անում, որ հակառուսական է։ Ինչի հետաքրքրում այդ ամենը։ Թրամփն է արդեն հասկացել, որ Վլադիմիր Պուտինն ինչի հետաքրքրում այդ ամենը, որ տնտեսական ինչ-որ բաներ եւ այլն։ Նա ունի իր պատկերացրած նոր խորհրդային միությունը։ Այդ նոր խորհրդային միությունում չկան անկախ Հայաստան, չկան անկախ Վրաստան, Ուկրաինա, մնացած երկրները, Բալթիկ երկրներ։ Սա է խնդիրը։ Սա է խնդիրը։ Դա է պատճառը, որ դու չես կարող Վլադիմիր Պուտինին բացատրել, թե ինքը թե որն է իր շահը։ Նա ունի իր պատկերացրած շահը, որը կապ չունի Հայաստանի Հանրապետության գոյության հետ։
Նիկոլ Փաշինյանն անում է որոշ քայլեր, որոնք կապ չունեն Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային շահերի հետ։ Այսինքն խաղաղություն եւ Ռուսաստան հականիշներ են, հակոտնյա են միմյանց։ Ժողովրդավարությունից ալերգիա ունի Վլադիմիր Պուտինը, նա առ այսօր չի արտահայտել իր բերնից Սաակաշվիլի, Նավալնի, Նեմցովի անունները, որտեղ այդ բոլոր մարդկանցից նա ալերգիա ունի։ Միշտ երբ հայտարարություններով հանդես էր գալիս, յոր դեմքով էր խոսում այդ մարդկանց մասին։ Այնքանով նա ատում էր այդ բոլոր մարդկանց։ Մեկը բանտում է, երկուսը սպանված։ Իսկ այստեղ կան օրինական ընտրություններ, այնքան օրինական, որ օրինակ Գյումրիում կարելի է պարտություն կրել։ Այնքան օրինական, որ օրինակ Երևան քաղաքապետը գրեթե կորցնում էին Երևանի քաղաքապետարանը։ Եվ անկայ օրինական, որ Խաչատուր Սուքիասյանի բանկով կարելի է Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը միլիոններ փոխանցել աղքատ մարդկանց անուններով։ Ես այստեղ էլ խնդիր ունեմ, որ հաշվետվողականություն չկա, թափանցիկություն չկա, որովհետև նույն ձեր ասած այդ միլիարդավոր դոլարները, որ հիմա գալիս են Հայաստան, Սամվել Կարապետյանի համարով ծախսում են այստեղ, չկա հաշվետվություն։ Որտեղից են գալիս, ուր է գալիս։ Եվ եթե իշխանությունը պարտավոր է ազատ եւ անկախ ընտրություններ անցկացնել, իրենք նաեւ պարտավոր են արդար ընտրություններ անցկացնել, որովհետեւ օրինակ մեր ուժը, մեր կուսակցություն եւ այլ կուսակցություններ իրենք պետք է արդար մասնակցության հնարավորություն ունենան։ Բայց կներեք, այսպիսի միլիարդները դժվար է պայքարել։ Մենք ոչ թե ասում ենք մեզ միլիարդներ տվենք, մենք մասնակցենք, ոչ։ Մենք ասում ենք դուք պետք է թամփացիկ լինեք։ Եվ ընդհանրապես ինչպես կարող են օրինակ տնտեսական շատ հուշկու հանցագործություններ գործած մարդիկ մասնակցեն ինչ-որ քաղաքական պրոցեսների։ Մարիա Լեպենի օրինակը Եվրոպական միության, Ֆրանսիայի, տնտեսական լոկոմոտիվ Ֆրանսիայի օրինակը մեզ հերիք չի, կամ Մոլդովայի, Ռումինիայի Եվրոպական միության անդամ, Չեխիայի, Լեհաստանի, այսինքն Հայաստանի Հանրապետությունն ամենաժողովրդավարական երկիրն է, ավելի ժողովրդավարական, քան Եվրոպական միության անդամ երկրները, իսեր Աստծո։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը այդ խնդրահարույցներին հանի, ումով ընտրվի, որովհետև նա պետք է անընդհատ նրանց ասի թալանչի, նրանք իրեն շուրգան ասեն դավաճան հողատու, որ նրանց միջև բանավեճ տեղ ունենա եւ երկուսն էլ հայտնում են խորհրդարանում։ Եվ մենք սրատ ենք պայքարում։ Այս հա ինչու մենք ասում ենք, մեզ պետք է ընդդիմափոխություն։ Իսկ գուցե իշխանափոխությունը պետք է իշխանափոխություն պետք է, բայց առաջին քայլը պետք է լինի ընդդիմափոխություն։ Իհարկե չի կարող իշխանությունը մշտնջենական լինի, որովհետև մշտնջենական իշխանությունն ինքն էլ է պարազիտանում։ Դե արդեն Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետն է, դա ժողովրդավար է։ Դե խորհրդարանական երկրներում այո, մենք ունենք Անգելա Մերկել Գերմանիայում, մենք ունենք Միացյալ Թագավորությունում, երբ թե երկար տարիներ շարունակ պահպանողական կուսակցությունների իշխանության, նույնը ունենք հիմա Վրաստանում, դա խորհրդարանական երկրներում ընդունված պրակտիկա է։ Բայց ընկալումը նույն մարդն է էլի լինելու երկրի ղեկավարը։ Մենք հասկանում ենք դա, բայց հիմա շատ կարևոր ժամանակաշրջան է։ Մենք այստեղ կուսակցական էգոիզմով չենք տառապում։ Մենք չենք տառապում այն հանգամանքին, որ Նիկոլը պետքա հեռանա։ Մենք չունենք այդպիսի խնդիր։ Մեզ կարևոր է, որ եթե այսօր մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու իշխանությունը 26 թվականի հունիսի 7-ից հետո, այպա շարունակի այնպես, որ ավելի ճիշտ գործի, որ եթե օրինակ Եվրաքվեի նախագիծը օրենք ընդունեցին, հիմա էլ Բրաբիոն սերվիսի պես գնացել են փակել են, Մադոնա սերվիսի պես գնացել փակել են Սերվանդում, մենք դրա հետ հաս չենք։ Մենք դրա հետ հաս չենք։ Պարոն Բլեյան, եւ ադրբեջանցիները շատ ազատ Հայաստանում շրջում են, գնում են գյուղեր, հանրապետության հրապարակում, Գյումրու հրապարակում։ Սա ինչպես է մեկնաբանում, սա արդյոք ԱԱՑ-ի բաց թողումը չի, քանի որ ԱԱՑ-ն զբաղված է հոգևորականներով, նրանց տեքստերը խմբագրելով, գնում քահանաներին վախեցնում են, որ Գարեգին երկրորդի անունը չտան եւ թեկուզ եւ Ռուսաստանի քաղաքացու կարգավիճակով ադրբեջանցիները ազատորեն հայտնվում են Հայաստանում։ Հիմա կա օրինակ, չգիտեմ, մեկ հայ, որ օրինակ կարող է գնալ Արցախ, նկարել, ցույց տալ, ասել այստեղ մեր տունն է եղել, այստեղ ոնց անում են ադրբեջանցիները։ Սա արդյոք Հայաստանի իշխանության թուլության նշանը չէ։
գիտեք, այդ նույն ադրբեջանցին Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, ով եկել էր Հայաստան, նա 2013 թվականին էր եկել։ Այն մյուս ադրբեջանցին 2014 թվականին էր եկել, այսինքն իրենք այն ժամանակ էլ եկել գնացել են։ Դա նշանակում է, ես կարող եմ ենթադրել, որ բազում ադրբեջանցիներ, մասնավորապես Իրանի քաղաքացի, միգուցե նաև Վրաստանի քաղաքացի կարողանում են էլի շատ հանգիստ մտել Հայաստան դուրս գալ։ Դե հիմա այնպես է ստացվել, որ իրենց բացահայտելը շատ ավելի դժվար է, քան հայերին, որտեղ հայերը հիմնականում ունեն Y-ն ազգանունը, յան ազգանունը, եւ իրենց շատ հեշտ է, ես հիշում եմ այն դեպքը, երբ ռուս ընտանիքը ուներ որդեգրած հայի եւ Բաքվում մուտքն արգելվել էր այդ նորածին երեխային, որովհետեւ նա հայ ազգի էր։ Մենք ունենք այդպիսի Ադրբեջան եւ բնականաբար այնտեղ եթե նորածնին այն էլ Ռուսաստանի քաղաքացիների կողմից որդեգրված թույլ չէր տրվում, բնականաբար ձերան հարցադրումը թե արդյոք կարելի է գնալ Արցախ, չի կարելի գնալ Արցախ, կամ եթե գնանք, միգուցե եւ չվերադառնանք երկար ժամանակ։ Բայց ես նորից եմ ասում, ի վերջո դա լինելու անցյալ, եթե մենք գնում ենք խաղաղության համաձայնագրի բայց ոնց որ մենակ Հայաստանն է գնում խաղաղության։ Ես այդպես չեմ կարծում։ Ադրբեջանի կողմից քայլեր եք տեսնում, քան Ադրբեջանը։ Մենք դա ավելի շատ ենք, որտեղ մեզ դա ավելի շատ է պետք։ Որտեղ մենք ավելի շատ կարիք ունենք ապաշրջափակման, քան Ադրբեջանը։ Ադրբեջանը ապաշրջափակված է։ Ինչ խնդիր ունի։ Միակ Հայաստանի տարածքն է, որ այդ փորձում է օգտագործել։ Մնացած պարագայում նա խնդիր չունի, թե միջինասիական երկրների հետ է շփվում, թե մնացած, թե Նախիջևան է կարողանում գնալ-գալ Իրանով, ում հետ նա խնդիր ունի շփվելու։ Ուղղակի Հայաստանով շփվելը այլ երկրների հետ, մասնավորապես եվրոպական ուղղությամբ, շատ ավելի շահավետ է։ Եվ այստեղ է մեր կարևորությունը, որ մենք կարողացել ենք այդ շահն օգտագործել Միացյալ Նահանգների ներկայությամբ եւ աշխարհաքաղաքական իր տեսլականով։ Եվ դա է կարևորը մեր համար, որ մենք կարողացել ենք Թրամփ ուղու միջոցով Իլհամ Ալիևին բերել կառավարելի դաշտ։ Հակառակ դեպքում մենք էլի ամեն օր պետք է արթնանանք եւ սպասենք, թե երբ պետք է պատերազմ սկսվի։ Ինչպես դա կար։ Դες դեպքում է առաջ է գալիս հարցը, թե Թրամփից հետո ով է լինելու է Թրամփի ուղու քավորը, որ Ալիևին կրկին բերի կառուցողական դաշտ։ Դե տեսեք, նույն այնինչ արել է Թրամփը, Բլինքենն էլ էր փորձում անել, Բայդենն էլ էին փորձում անել, որովհետև իրենց փոխպետ քարտուղարը խոսում էր Միջանցքի կարևորությունից, խոսում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունից, որպեսզի գործի միջին միջանցքը։ Պարզապես Միացյալ Նահանգների նախագահը շատ ավելի վճռական եւ գործուն է գործում, նա նաեւ շատ համակրվելի է Ադրբեջանի նախագահի կողմից։ Մենք հիշում ենք Իլհամ Ալիևը ինչպիսի զզվանքով էր ընդհանրապես արտահայտվում դեմոկրատների հանդեպ, որովհետև վերջերս էլի նա իր ակնարկներն էր արել Մյունխենի այդ անվտանգության ժողովի ժամանակ Բայդենի հանդեպ։ Եվ մենք կարողացել ենք այդ ամենը համագործակցել։ Եվ ես վստահությամբ կարող եմ ասել, որ Բայդենից, Թրամփից հետո, նույնիսկ եթե գան դեմոկրատները, այս ամենը շարունակվելու է։ Միգուցե Թրամփի ուղու անվանումը փոխվի, Թրամփ բառը չլինի, բայց այն որ այստեղ կան Միացյալ Նահանգների շահեր, ոչ թե Թրամփի կամ J.D. Vance-ի, դա միանշանակ է։ Նույն այդ ատոմային համաձայնագիրը, որ մենք կնքեցինք J.D. Vance-ի հետ, Արարատ Միրզոյանը կնքել էր Բլինքենի հետ։ Եվ վերջում պարոն Բլեյան, Շոյգուն ասում է, եթե երկաթուղին դուրս գա ռուսական կառավարումից, մեկ գիշերում կփլուզվի։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Շոյգուին չեմ ուզում մեկնաբանել, Շոյգուին այն քաղաքական գործիչն է, այն նախկին պաշտոնյան է, պաշտպանության նախարարը, ով ասում էր, որ թուրք գործընկերոջ հետ նա շատ լավ օպերացիա է իրագործել Ղարաբաղում։ Եթե նա մտածում է, որ կոնցեսիոն համակարգը իրենց ձեռքից վերցնելով կփլուզվի, թող փլուզվի, իսեր Աստծո։ Այն ինչ մենք ունենք, այն փլուզված իրավիճակում է։ Մենք արդեն այսօր ունենք փլուզված երկաթգիծ։ Եթե մենք չենք հավատում, մենք կարող ենք այդ Երևան-Գյումրի գնացքից զատ գնալ տեսնել այլ շրջաններում ինչ վիճակում է։ Ի վերջո, երբ մենք այդ կոնցեսիոնը ստորագրում ենք իրենց հետ 2008 թվականի փետրվարին Ռոբերտ Քոչյանի վերջին նախագահության վերջին ամսում, իրենք պարտավորություն էին կրել բազմամիլիոնոց ուրեմն դոլարների ներդրումներ անել։ Այդ չկան այդ ներդրումները։ Գնացքը Երևան-Թբիլիսի պետք է նորոգվեր, պետք է նորը լիներ։ Իրենք դրա փոխարեն նորոգեցին, ռեմոնտ արեցին, Wi-Fi քաշեցին, անունը դրեցին ներդրում։ Այդպես չի լինի։ Գիտեք, որ հարավային երկաթուղու
մայր կազմակերպությունը, Ռուսաստան երկաթուղիները այսօր պետական գույք են վաճառում, որպեսզի այդ բաներից դուրս գան, պարտքերից դուրս գան։ Սա սպառնալիք է Շոյգուի կողմից։ Մի քանի միլիարդ ռուբլու իրենք պարտք ունեն այնտեղ։ Եվ խնդիրներ ունեն ամսի 1-ից այնտեղ վարձավճար են բարձրացնում ուղևորապ փոխադրումների համար, որպեսզի կարողանան ինչ-որ մի կերպ մնալ։ Այսինքն մենք ինչ պետք է Սա սպառնալիք է։ Դե սպառնալիքներից մենք սովորենք, իսեր Աստծո, իրենց պետական ալիքներով ասում են, որ պետք է այստեղ Հայաստանում ռազմական հատուկ օպերացիա իրագործեն։ Եվ հայտարարություններից հետո, եթե այստեղ մի կուսակցություն ասում է ես պրոռուսական եմ, ինչպես օրինակ Անդրանիկ Թևանյանն է հայտարարում, դա կներեք էլի։ Տրամաբանություն կա այստեղ։ Դե նա կարող է ասել դա Ռուսաստանի կարող է ինքը լինել հակաիրանական, կարող է լինել պրոիրանական կուսակցություն, պրովրացական կուսակցություն, չգիտեմ։ Որովհետև օրինակ Իրանը չի ասում, որ Հայաստանում պետք է ռազմական հատուկ գործողություն կատարել, ոչ էլ Վրաստանն է ասում։ Ռուսաստանը միակ, նույնիսկ Թուրքիան եւ Ադրբեջանն այլևս չեն ասում։ Ռուսաստանն էլ պաշտոնապես չի ասում։ Դե պաշտոնապես Սոլովյովը անեցել անկախ լրագրող է։ Ալեքսանդր Դուգինը անկախ քաղաքագետ է։ Չէ, անկախ չեմ, բայց ամեն դեպքում Կրեմլը չի ասում։ Բայց ի վերջո մենք չենք ասում բարդակ է։ Բնականաբար որ պաշտոնյաներն իրենց ավելի զուսպ են պահում։ Իհա Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է։ Ինչ ընկերներ են այդեղ։ Հա, իհարկե, խոսում են իրար, շփվում են, հաց են կիսում։ Իհա նորմալ է։ Բայց ինչ հայտարեն ասեն թշնամիս ես։ Այդտենց մենք տեսնում եք այդտենց հարաբերություններ։ Հիմա Իրանի նախագահը նույնիսկ այդպիսի հայտարարություններ չի անում Թրամփի հանդեպ։ Այդպիսի թշնաման կա միայն Զելենսկու եւ Պուտինի միջև հիմա, որ լրիվ հասկանալի է, որովհետեւ 2014 թվականից պատերազմ է վարում իրենց նկատմամբ եւ ամեղ մարդկանց է սպանում։ Շնորհակալություն, պարոն Բլեյան, հարցազրույցի համար։